Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանն ու Միացյալ Նահանգները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան կատարած քառօրյա այցից հետո ուղևորվել է Հայաստան։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը, նախ կայացել է արտգործնախարարի ու պետքարտուղարի հանդիպումը, ապա նրանք նախաստորագրել են TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։ Արտգործնախարարն ու պետքարտուղարը հայտարարություններ են արել։ Մենք և պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի, վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն և խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել և համեմատել երկու փաստաթղթերը, հուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարևոր ոլորտների, թե կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով ևս, ուզում եմ մեկ անգամ ևս կարևորել և բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի, պետքարտուղար Ռուբիոյի, բոլոր մյուսների դերը և նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում, կրկին անգամ ուզում եմ ասել և հուսով եմ կուսումնասիրեք կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Այս համաձայնությունը ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ եւ սա Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ճանապարհ է, բայց մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ այս վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է եւ ոչ միայն TRIP-ի ուղղությամբ, բայց նաեւ մնացած բոլոր ուղղություններում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները եւ մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու սա։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները, եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ, միասին աշխատելու եւ նաեւ հարգում ենք ինքնիշխանությունը եւ մենք այսպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ եւ մենք կարող ենք միմյանց օգնել միասին հասնել այդ ավելի լավ ապագային։ Պետքարտուղարի կարճատև այցն ավարտվել է, արտգործնախարարն է ներկայացրել ստորագրված փաստաթղթերը։ Արարատ Միրզոյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Նախարարը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև 3 Գյումրիում արած իր հայտարարությանը։ Միրզոյանն ասել է, որ արտահայտությունը վերաբերում էր լրագրողներին ու ոչ գերիներին։ Չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ
ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետև հանրավակ մեկնարկել։ Նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում որևէ մեկը կարա մտածի որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք ասենք չգիտեմ չափազանց շահագրգիռ պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ որպեսզի այդպես մատուցվի նույնիսկ չգիտեմ մամուլի ներկայացուցիչներն են դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում բայց բնականաբար եւ չէր էլ կարող հակառակը լիներ բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին որը ասում եք իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ կխոստովանեք հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու եւ գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ որ առումով նաեւ այնպես որ գիտեք ստորություն է ուղղակի ասել որ Միրզոյան ասել է ծնգլ արեցիք լսելով գերիների մասին հարցը եւ հենց ծնգլ անելը բան անել վերագրել գերիներին էլի հələ բաներ կա որ չարժի այսպես խոսալ բայց եթե հարցոթում կա ես դեմ չեմ պատասխանելու Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել։ Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը ինքնուրույն ընտրություն է կատարում եւ պատասխանատու է իր երկրի ապագայի համար։ Ընդհանուր առմամբ խնդիրները շատ են եւ շատ ավելի արդյունավետ է դրանք լուծել միասին։ Ցավալի է, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից, ասել է Շոյգուն, ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստում։ Միևնույն ժամանակ նրա խոսքով դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել, քվորում չի եղել, գրանցվել է 5 պատգամավոր։ Քաղաքացիական պայմանագիր եւ Հայաստան խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի հերթական նիստին։ Նիստը վարող ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է կանոնակարգ օրենքը նմանատիպ իրավիճակներում, համաձայն որի գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամը։ 4 ժամ անց ոչինչ չի փոխվել։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, միջև սահմանված ժամը գրանցվել է 9 պատգամավոր ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած։ Շնորհակալություն եւ բոլորիդ լավ օր եւ լավ երեկո։ Ընտրակաշարքի հերթական բացահայտումը ուժեղ Հայաստանի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշարք է տվել, նոր ձայնագրություն է հրապարակվել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Սպերհարոտ նախոսում, բրատ, բան Վարշավանը ստիգոյին ինչ-որ Տենց գումարի բանի փող պիտի տայի կախվեր։ Չէ, ցավ տանեմ, սխալ է զանգել։ Հա։ Բարսամանը ստիկոն հուա։ Դե մեր տղորցանն ասա, ախպե վարոն ասա, ինչ որ համարը տվալա որ։ Սխալ է զանգել, ուրիշ մարդ է երևի։ Ալո, ինչ կա, բարյով, ստիկոն։ Բարե, հա, տիկոն։ Ախպեք, ես մարդ է զանգալ իմանալ։ Հա, ուրիշ թեմա է ասում, բրատնա։ Ինչ թեմա։ Փողի թեմա է ասում, ինչ ասում։ Դա ոնց ես պենչի, ասած ապշեր։ Չէ, ցավ տանեմ։ Ասալա մարդ է մոտի կնալու, բայց հեռախոսամ նախ առաջինը տենց բան չեն խոսում։ Հա դե գյուդում եմ եթե։ Հա։ Պրոստը չէ, ես կարճ ասալեմ լա Արմենին, աներա, Արմեն դու դես տելեգրամա ես այս զանգել քիզ, հա։ Հա։ Ասնագի մարդ եմ տիրել։ Հա, ասի խնդիր չունես, մոտիկանում ես ինձ է տասերնանում եմ։ Ասի մոտիկանում ես ինձ տասերնանում եմ։
Լսեցի։ Ադիխնդիր չոնես տիպե։ Նախնդիր չոնես տիպես։ Լավ Արմեն։ Մի հատ խնդրում եմ էլի Իրանացի Զանգավենների հիվանդանոցանից Միրանից։ Ասма եթե չեն մոծալ, չեն փոխանցա միջև հիմա։ Դուք վճարեք, եթե չէ դատի եմ տամ ձեզ։ Ինչ անեմ, ես ասի տեսնեմ, չի չեմ ես ինգալ է դահակը մահակը մկլ տա ինձ են դատի տամ նույնից։ Էսա վերկա ես կխոս։ Բարը Մարինե ջան, դու ասալ չեմ արխային մնա, դե տաներին այդ գործ չունես։ Եվ Զանգավեն ասма դատի եք տամ քեզ։ Հա ես եք ուշ կհանդիպեմ այդ հարց կարգավորը, իրանք պայմանավորվածություն ունեն։ Այն փողը մուծեցիք։ Վերը ջիգեր, Երևանն է։ Ասեմ չես մուծա տենցել։ Չգիտեմ չեմ, բայց ասալա տանա։ Դե ամեն ինչ է, լոկոտի սակամ չէ։ Հացերոլոգի, հետո տանա, վայքում գործանում ինչ է։ Կարա, այդ հաց սպասի դիչ։ Դու կաս տես մի քիչ տանտաս։ Մի քիչ ինչքան։ Մի 50։ 50 չունեմ, ցավը տանեմ։ Ինչքան բա։ Ամի 30 գելը կարամ տանեմ։ Կարաս քարտը հարկես փոխանցեմ քարտից։ Դիմաշտավ ես քնում, քրիստիան մալիկին կողքը ինձ տուր։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Քարոզարշավը շարունակվում է, կուսակցություններն ու դաշինքները շրջում են, շփվում քաղաքացիների հետ, թռուցիկներ բաժանում, ներկայացնում ծրագրերը, լսում մարդկանց խնդիրները։ Ոմանք իշխանափոխության ակնկալիք ունեն, մյուսների նպատակը խորհրդարանում ներկայությունն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր եւ վաղը քարոզարշավն անցկացնում է Կոտայքի մարզում։ Այցը կամփոփվի վաղը Աբովյանում մեծ հավաքով։ Նախորդին թիմը Շիրակում էր, Գյումրիում մեծ հավաքին ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է Ախալքալաք Կարս երկաթուղու բացման, ապա շրջափակման, թրիփի ու առաջիկա ծրագրերի մասին։ Նաև տեղեկացրել, որ շուտով մեկնարկում է Ախուրիկի երկաթուղային հանգույցի նորոգումը եւ պատրաստվում են Ախուրիկ Աքաքիա երկաթուղու վերաբացմանը։ Մենք այսպիսով հաղթարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը։ Հիմա մենք երկաթուղային կապ ունենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք։ Սա առաջին, բայց ոչ ամբողջական փուլն է։ Առջևում մեզ սպասվում են մեծ իրադարձություններ։ Առջևում թրիփ նախագծի իրագործումն է, որով կվերաբացվի Մեղրիով անցնող երկաթուղին եւ թրիփ նախագիծը կսկսի գործել Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը նսեմացնելու մեջ, նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։ Թրիփ նախագիծը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է եւ Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծը։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Սյունիքում է, երեկոյան Կապանում մեկնարկել է հավաքը։ Իսկ նախորդային թիմը Վայքում էր, վարչապետի թեկնածուն քաղաքացիների հետ հանդիպանը խոսել է հայրենասիրության, խաղաղության երաշխիքների մասին, նշել, որ առանց երաշխիքի խաղաղություն չի կարող լինել, իրենք հենց այդ երաշխիքներն են բերելու։ Մեր մոտեցումը հետևյալն է. չի կարող լինել խաղաղություն, եթե չկա համակարգ, որը երաշխավորում է այդ խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը. մեզ համակարգ պետք չէ, մեզ երաշխավորներ պետք չեն, մենք Ադրբեջանի հետ ինքներս կպայմանավորենք եւ մեր անվտանգության երաշխավորը եւ խաղաղության երաշխավորը Իլհամ Ալիևն է։ Ուրեմն
Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը կապ չունեն երկրի շահերի հետ։ Ինչի համար է ինքը դա անում, եւս ինձ համար շատ պարզ է։ Եթե խաղաղությունը երաշխավորված է, կան երաշխավորներ, ապա Նիկոլ Փաշինյան դու ոչ մեկին պետք չես, որովհետև խաղաղությունը լինելու է նաև առանց քեզ։ Բայց Հայաստանի Հանրապետության պետք է խաղաղություն, որը կախված չի ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ ինձանից, ոչ որևէ մեկ այլից։ Համաձայն եք։ Սա է խաղաղությունը։ Չի կարող խաղաղությունը կախված լինի մեկ անձի հետ։ Սա հայտարարություն է, ոչ թե խաղաղություն։ Չի կարող ստախոս ղեկավարը երաշխավորի որևէ բան։ Ես չգիտեմ, կա այստեղ մարդ, եթե կա, թող մեկը ձեռք բարձրացնի, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Չէ, մեկը եթե կա, ձեռք բարձրացնի։ Այս մարդը օրը մի քանի անգամ, շաբաթը տասնյակ անգամ, խոսքը կփողի, այս կրուծիտներից հոգնել ենք, ոչ միայն մենք, նաև հոգնել եք դուք։ Սուտասան առաջնորդը չի կարող լինել երկրի առաջնորդ։ Սուտասան առաջնորդը փորձանք է երկրի համար։ Եվ այդ սուտասան առաջնորդին մենք պետք է ուղարկենք հեռու տեղ։ Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավն այսօր ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ էր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոնդ Մարուկյանը հայտարարել է, որ հունիսի 8-ին կենտրոն քրեակատարողական հիմնարկը, այլ կերպ ասած ԱԱԾ պատվալը պետք է փակել։ Այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, իր խոսքով այն քաղ բանտարկյալներով է լցված։ Հայաստանի Հանրապետությունում KGB-ի պատվալը պետքա փակվի։ Այս սութի ինքնիշխանները, որ ամեն օր խոսում են ինքնիշխանությունից, երբ որ ընդդիմության դաշտում էինք, ընդդիմադիր գործունեություն էինք ծավալում, դեռևս 2012, 13, 14, 15 թվականներին, դրանից ավելի վաղ ես որպես իրավապաշտպան բազմիցս այցելել եմ այս վայր, եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այս քրեակատարական հիմնարկը, այս բանտը KGB-ի պատվալը պետքա փակվեր։ Դեռ պետքա փակվեր Քոչարյանի ժամանակ, երբ որ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, հետո պետքա փակվեր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ Հայաստանը շարունակում էր ինտեգրվել, ասոցիացիան համաձայնագիր բանակցել Եվրոպական միության հետ, հետո եղավ հեղափոխություն, որ պետք է արդեն KGB-ի պատվալը փակվեր։ Եվ այս պատվալը չի փակվել, եւ այս պատվալում հիմա գտնվում են նաեւ քաղբանտարկյալներ, մի մասին արդեն տվել են տնային կալանքներ, օրինակ Միքայել Սրբազանը տնային կալանքի մեջ է, Բագրատ Սրբազանը այստեղ է, եւ ուզում եմ ասել, որ մեր ուղերձը, մեր ժողովրդին, քաղաքացիական հասարակությանը, եւ այն քաղաքացիական հասարակությանը, որը օբյեկտիվ է, էլի, այսինքն Սերժի ժամանակ չէր ասում KGB-ի պատվալը պետքա փակվի, Նիկոլի ժամանակ ասենք ձեն չի անում։ Այսինքն օբյեկտիվ մարդկանց ենք ասում, որ ժողովուրդ ջան, հունիսի 8-ին իշխանությունը փոխվելու արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ունենալու KGB-ի պատվալը փակելու։ Այս KGB-ի պատվալը անկախ ինքնիշխան Հայաստանի խայտարակությունն է, սիմվոլիկայի իմաստով, բայց նաև խայտարակությունն է այն իմաստով, որ այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, Եվրոպայի խորհրդի չափանիշներին այն չի համապատասխանում։ Եվ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բազմիցս այս վայրի վերաբերյալ իր զեկույցներում խորհրդատվական եւ պարտադիր ուժ ունեցող զեկույցներում ասել է, որ այս վայրը պետքա փակել եւ մեր ինքնիշխան ժողովրդավարական բաստիոն իշխանությունները քիչ չի դա չեն արել, նաև այս վայրը լցրել են քաղբանտարկյալներով։ Ուժեղ Հայաստանը տաշիրում էր, երեկոյան հրապարակում մեծ հավաք էր կազմակերպվել, նախամերգային ծրագիր էր, որին հաջորդել են ելույթները, հնչել են Սամվել վարչապետ եւ փոփոխության համար 3 վանկարկումները։ Գացինք Սամվել Տաշիր քաղաք Ժողովուրդ, էմա խորոտ պատկերով չկպատկերացին։
Ինչ գուզիմ ասիմ ձեզի։ Նախ գուզիմ շնորհակալություն հայտնեմ։ Այն բանի համար որ դուք երերիք։ Հարճի օրվնե, իդա դժվար պայքարի մեջ։ Դուք մեր կողքնիք, իրար հետ ենք, տարբերություն չկար։ Դուք մեր հետ, մենք սաղ Հայաստանին կրծանք փոխենք, որ Հայաստան հասկնա, որ կարելի է իդա մարդկանց ճամպել։ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել հայկական արտադրության մի շարք արտադրատեսակների նկատմամբ հույս ունենալով, որ այդ ոլորտների սեփականատերերն ու աշխատակիցները պարտադրված կքվեարկեն ռուսական շահերը ներկայացնող կուսակցությունների օգտին։ Ստացվում է, որ մենք ընտրելու իրավունք չունենք եւ մեր ապրանքը վաճառելու համար պարտադրված ենք ընտրել նրանց, ում Ռոսկոսելխոդնադզորը կբարեհաճի։ Եթե համակերպվենք նման մոտեցման հետ, ապա դա վերջ չի ունենալու, իսկ ավելի շուտ կարող է դառնալ Հայաստանի պետականության վերջի սկիզբը։ Հանրապետություն կուսակցությունն է հայտարարում կոչ անելով հակադրվել նման քաղաքականությանը, բոյկոտել ռուսական արտադրության ապրանքները, ներառյալ ընտրություններին մասնակցող ռուսական արտադրության կուսակցություններին։ Կուսակցության թիմը շարունակում է Մարսեին այցերը, շփվում մարդկանց հետ, ներկայացնում ծրագրեր։ Արամ ջան, քեզ ինքան շատ ենք սիրում։ Ռոսգորսելխոզնադզորը ուզում է փաթաթել հայ մարդու վզին իր տեխնացուին, ասում է կամ ձեր ապրանքները չեմ առնի, կամ դուք պիտի ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, բայց մենք պիտի հնարավորություն չտանք, որ իրանք ամեն անգամ չարի վերջի աղվեսի նման կացինը վերցրած գան ասեն, կամ կկուն գցում ես ցած կամ ծառը կտրում եմ, իրենց քաղաքականությունն է, այս սառնինն է, սառն իմն է, իրենցը չի, այս սառն էլ մերն է, սիրելի ժողովուրդ, այդ հայ ժողովրդինն է, ու մենք ենք որոշելու, թե ով է մեր երկրում դառնալու իշխանություն ու դա որոշելու եք դուք ձեր քվեով։ 10 բան, որ Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանն արգելել է քարոզարշավի ընթացքում։ Կեղծ տեղեկատվության կամ մանիպուլատիվ լուրերի տարածում ընտրողներին մոլորեցնելու նպատակով։ Անձնական վիրավորանքներ, ատելության խոսք կամ հակառակորդի արժանապատվության նվաստացում, քարոզարշավի տարածքում աղբի թափում կամ հանրային տարածքների աղտոտում, ընտրակաշառք դրամական կամ նյութական շահի առաջարկ ընտրողների վրա ազդելու համար, անօրինական ֆինանսավորման կամ թաքնված հովանավորության օգտագործում, այլ քաղաքական ուժերի պաստառների, բուկլետների կամ քարոզչական նյութերի վնասում կամ պատռում, բռնության, սպառնալիքի կամ ճնշման որևէ ձևի կիրառություն քաղաքական մրցակիցների կամ ընտրողների նկատմամբ, հանրային վայրերում կարգու կանոնի խախտում, ընտրական գործընթացի խոչընդոտում, դիտորդների, լրագրողների կամ մրցակիցների աշխատանքի սահմանափակում, քարոզարշավի կազմակերպման եւ ֆինանսավորման ոչ թափանցիկություն, հաշվետվողականության բացակայություն։ Կուսակցությունը մասնակցում է 4-րդ համարի ներքո։ Ալյանսը դուրս եկավ ընտրապայքարից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Կուսակցությունից հաստատել են, որ հանձնաժողովն ընդունել է ինքնաբացարկի դիմումը։ Պատճառների մասին մանրամասներ չեն հայտնում, բայց նշում են, որ եղել է առաջարկ, այնուհետև քննարկում, որի արդյունքում էլ ընդունվել է այս որոշումը։ Որոշումը կայացրել է վարչությունը, որի անդամ է նաև Տիգրան Ուրիխանյանը։ Հիշեցնենք, նախորդին Ալյանս կուսակցությունը ընտրական հանձնաժողով էր ներկայացրել ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում։ Շարունակենք նորապատում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, կա 3 զոհ։ Առավոտյան շտապօգնությունից ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։ Ոստիկանությունը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է։ Դեպքից հետո կրակոցներ արձակած նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարվածը եւ իրավապահներին հանձնել զենքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այսքանն էին հայաստանյան իրադարձությունները, այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային անցուդարձին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական թիրախների եւ որոշումների կայացման կենտրոնների՝ ի պատասխան ուկրաինական հարձակումների։ Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա, որում խորհուրդ է տրվել, որ Միացյալ Նահանգները Կիևում առաքելություններ ունեցող այլ պետությունների հետ միասին ապահովեն իրենց դիվանագիտական անձնակազմի եւ այլ քաղաքացիների տարհանումը Ուկրաինայի մայրաքաղաքից։ Հեռախոսազրույցից հետո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը։ Աշխարհում իրադրությունը զգալիորեն բարդացել է։ Անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում ուղղված ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին։ Պուտինը նշել է, որ նիստում պետք է առարկայորեն քննարկել լայն շրջանակի մասնագիտական հարցեր։ Դրանց թվում են ավելի արդյունավետ հակազդում նահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, կիբերհանցագործություններին եւ անվտանգության այլ համակարգային սպառնալիքներին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կարծում է, որ հանրաքվեի անցկացումը Կանադայից Ալբերտայի նահանգի անջատման վերաբերյալ օգտակար չէ։ Քարնին հավելել է, որ մտադիր է արշավ անցկացնել, որպեսզի նահանգը մնա Կանադայի կազմում, քանի որ միասին մենք անկասկած ավելի ուժեղ ենք։ Անցյալ շաբաթ Ալբերտայի նահանգապետ Դանիել Սմիթը հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում Ալբերտայի բնակիչներին կհարցնեն, արդյոք նահանգը պետք է մնա Կանադայի կազմում, թե նահանգի կառավարությունը պետք է սկսի Կանադայի սահմանադրությամբ պահանջվող իրավաբանական գործընթաց, որպեսզի անցկացնի նահանգային հանրաքվե Կանադայից անջատվելու հարցի վերաբերյալ։ Ալբերտան Կանադայի կազմը մտել 1905 թվականին։ 1940-ականներին տարածաշրջանում հայտնաբերվել են նավթի մեծ պաշարներ, սակայն ըստ որոշ ալբերտացիների դաշնային կառավարությունը խոչընդոտել է նավթագազային արդյունաբերությանը, հօգուտ կլիմայի հետ կապված օրենսդրության։ Լիտվացի սահմանապահները ձերբակալել են 38 անօրինական միգրանտի, որոնք բելարուսական կողմից Լիտվային անցել սահմանային փակոցների տակ փորված անցքով։ Այս մասին հաղորդել է Լիտվայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։ 36 տղամարդ եւ 2 կին փորձել են Լիտվա անցնել Բելարուսից փորված անցքով։ Ժամանածները, որոնք ներկայացել են որպես Աֆղանստանի եւ Իրանի քաղաքացիներ, վերադարձվել են Բելարուս, ասվում է հաղորդագրությունում։ Անօրինական միգրանտների ձերբակալմանը մասնակցել են հատուկ նշանակության ուժեր եւ կինոլոգներ ծառայողական շներով։ Գործարկվել են ուղաթիռ եւ անօդաչու թռչող սարքեր։ 2026 թվականի սկզբից ի վեր Բելարուսից ընդհանուր առմամբ Լիտվա է փորձել անցնել 763 անօրինական միգրանտ, հայտնել են սահմանապահները։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային եւ արևելյան շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 լիբանանցի։ Կան նաեւ վիրավորներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ իրենք մտադիր են ակտիվացնել Լիբանանում Հեզբոլահի թիրախների դեմ հարվածները՝ ի պատասխան Իսրայելի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց մերձավոր արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3185-ի, իսկ վիրավորներինը 9633-ի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում վաղը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 28-ը կբարձրանա 3-ից 5 աստիճանով, իսկ մայիսի 29-ից 30-ը ցերեկային ժամերին կնվազի 6-ից 10 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։